Գավառի Ազատության փողոցի 4-րդ նրբանցքը տասնամյակներ անց բարեկարգվել է։ Դեռևս մեկ ամիս առաջ անանցանելի այս ճանապարհը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով։ Փողոցի շինարարությունը նախատեսված էր 2024 թվականին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այն իրականացվեց այս տարի։ Իրականացվել է ասֆալտ բետոնե ծածկի քանման աշխատանքներ, այնուհետև 12 սանտիմետր հաստությամբ խճային շերտի տեղադրում բիտումի տարածումով և 5 սանտիմետր հաստությամբ ասֆալտ բետոնե ծածկի տեղադրում շուրջ 2200 մետր քառակուսի։ Նաև իրականացվել է բազալտե եզրաքարեր և 30-34 չափի վարքերի տեղադրման աշխատանքներ։ Այս հատվածում վերանորոգվել է նաև մոտ 70 գծամետր երկարությամբ ներքին ջրահեռացման համակարգը։ Փողոցի հիմնանորոգումը սուբվենցիոն ծրագրերում ներառելու անհրաժեշտությունը պայմանավորված էր խիտ բնակեցվածությամբ։ Աշխատանքների պայմանագրային արժեքը 35 միլիոն 950 հազար դրամ է։ Սա մեր ամենօրյա դպրոց տանող ճանապարհն է, արևոտ օրերին դպրոց գնալուց փոշոտվում էինք, անձրևոտ օրերին ցեխոտվում, սակայն հիմա հիմնանորոգվելուց հետո այլևս չենք անհանգստանում։ Քարքարոտ էր, ջրերը գալիս էին, շատ հեղեղներ էր գալիս, չէինք կարողանում անցնեին, շատ վատ վիճակի մեջ էր, հիմա գտնվում է շատ լավ բարվոք վիճակում։ Այս տարի ավարտվել է նաև Գեղարքունիք և Սարուխան գյուղերում 2024-ին սկսված ճանապարհաշինությունը։ Գեղարքունիքում հիմնանորոգվել է գյուղի կենտրոնական հատվածից մինչև Գերեզմանոց տանող ճանապարհի 450 մետր երկարությամբ հատվածը, կառուցվել են մայթեր, տեղադրվել են ջրահեռացման վակեր։ Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը 51 միլիոն 800 հազար դրամ է, իսկ Սարուխանում 480 մետր երկարությամբ փողոցի ասֆալտապատումն արժեցել է 35 միլիոն 500 հազար դրամ։ 2024 թվականին Գավառ համայնքում ասֆալտապատման աշխատանքների ծավալը ֆինանսական առումով կազմել է շուրջ 980 միլիոն դրամ և ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Գավառ համայնքի 9 բնակավայրերում, այդ թվում նաև Գավառ քաղաքում։ Արդեն իսկ մեկնարկել են Նորադուսի Վարդան Մամիկոնյան և Գավառի Միքայելյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Կբարեկարգվեն նաև Միքայելյան փողոցի 3 բազմաբնակարան շենքերի բակերը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։